Պարոն Հայրապետյան, ռուսական ալիքների հետ կապված քննարկումներ կային։ Ինչ փուլում են հիմա այդ քննարկումները, առաջարկներ էր փոխանցում Երևանը Մոսկվային, ընդհանուր հայտարարի եկաք, թե ոչ վերջ։ Առաջիկայում մեր Ոչինչ կամերաներ։ Առաջիկայում դժվար կլինի, բայց շատ լավ։ Առաջիկայում մենք ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ մեր պատկերացումները մենք բարբերաբար պատկերացումներով կիսվում ենք ռուս գործընկերների հետ եւ այդ երկխոսությունը շարունակվելու է ամենայն հավանականությամբ Երևանյան հանդիպմամբ մենք հրավիրել ենք մեր գործընկերներին աշխատանքային քննարկում ունենալ Երևանում, որտեղ շատ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու եւ այդ քննարկումների արդյունքում բարձ կլինի, թե համաձայնագրի որ դրույթները ինչպես կարող ենք վերախմբագրել։ Համաձայնագրի Դուք ինչպես եք առաջարկում որ պահախմբագրել, որովհետև այնտեղ միայն նշում էր, որ չպետք է կներեք ելնելով ներողություն, հետո կլսեմ ձեզ պոլիտկորեկտությունից, այդուհանդերձ հիմա ես չեմ կարող դետալային քննարկում ունենալ հանրային հրապարակային ձևաչափով, բայց երբ մեր գործընկերների հետ վերջնականացնենք մեր պատկերացումները ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ, նաև հրապարակային հայտարարությամբ հանդես։ Պարոն Հայրապետյան, այսինքն համաձայնագիրը պարտադիր կվերանայվի, թե դա երկկողմ քննարկումների արդյունքում կորոշվի եւ եթե վերանայվի դա ավարտեմ շարունակ եւ եթե վերանայվի դա կլուծի են խնդիրները, որոնց մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եք կապված հեռարձակվող Նպատակը իհարկե դա է, այսինքն նպատակն այն է, որ մենք ունենանք այնպիսի համաձայնագրի, որը ճիշտ կհասցեագրի խնդիրները եւ կբացառի այնպիսի կոնտենտ, որը նախկինում խնդրահարույց է համարվել մեր կողմից։ Այսինքն այս երկխոսության դիալոգի նպատակը հենց դա է, այսինքն մեր առաջարկները միտված են նրան, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որտեղ որևէ բաց չի լինի եւ բոլոր խնդիրները իրենց հետևանքներով հասցեագրվեն։ Իսկ վերանայելու մասով կվերանայվի միանշանակ է դա, թե պետք է քննարկեք դա Հայկական կողմի դիրքորոշումը դա է։ որ պետք է վերանայվի։ Պարոն Հայրապետյան, իսկ ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից ընդհանրապես հանելու հարց ինչու չի դրվում։ Ինչու է հայկական մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքը։ Որովհետև 2020 թվականի վերջին Հայաստանը 7 տարով տվել է լիցենզիա եւ գոյություն ունի երկու կողմերի կառավարությունների միջև ստորագրված փաստաթուղթ։ Եթե խանգարում պարոն Հայրապետյան գնեք, բայց այդ նույն բանով նաև պետք է ճիշտ է, մեր համեկը մի բան չի, բայց նաև պետք է դրա շրջանակներում Ռուսաստանում հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստալիքը, բայց մինչև հիմա այդ կետը չի պատկերացնում։ Նայեք, հիմա մի քիչ առաջ խոսում էիք քաղաքական գործիչների լրագրողների նկատմամբ, չէ, Ես կխնդրեմ էթիկայից, բովանդակային չէ, դուք ինձ մի խնդրեք ոչ մի բան, եկեք ես պատասխանեմ ձեր հարցին, հետո կլսեմ։ Ես տեսնում եք, սիրով պոլեմիկայի մեջ եմ մտել, ձեզ հետ սադրվել եմ արդեն իսկ։ Ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ համեկը մի բան չի, յուրաքանչյուր մարդ մի հատ երբ որ երկրորդ, երրորդ կողմին մեղադրում է, մի հատ իր վարքագիծը մի հատ վերաիմաստավորի եւ պրոֆեսիոնալ լրագրողին հարիր պահվածք դրսևորի։ Կարող եմ խնդրել ձեզ հետագայում սա նկատի ունենալ։ Հիմա կարող եք իմ հարցին պատասխանել բովանդակային։ Որովհետեւ նաեւ ձեր վճարված հարկերից է համեկը աշխատում եւ նաեւ հանրային սեփականությունը համեկը։ Պատկերացրիք ինչու եմ ասում։ Ինչ վերաբերում է համեկի Ռուսաստանում հեռարձակվելուն, այդ հարցը եւս օրակարգում է։ Որ հեռարձակվի։ Հա, այսինքն ճիշտ նույն սկզբունքով։ Բայց դա արդեն խախտում է համաձայնագրի, որովհետև իրենց ալիքները մեր հանրային մուլտիպլեքսը Համաձայնագրով ռուսական կողմը չի պարտավորվել համեկը հեռարձակել համեկի հանրային մուլտիպլեքսում։ Բայց ինչու այդպեսի համաձայնագիր կնքվել մի դեպքում պարտադիր պահանջով ռուսական 4 հեռուստաալիք Հայաստանում եւ 0 Դժվարանամ այս բանը։ Այսինքն դուք համաձայնագիր այնպես եք փոխելու, որ հանրային հեռուստաընկերությունը այնտեղ վերահարցակվի։ Ես նման բան չասացի։ Ես միայն ասում եմ մեր դիրքորոշումը ինչպիսին է, այսինքն մենք համարում ենք, որ եթե ռուսական կողմը ունի հանրային մուլտիպլեքս, ապա համեկը եւս կարող է հեռարձակվել ռուսական հանրային մուլտիպլեքսով եւ նախկինում այդ առաջարկը արել ենք ռուսական կողմին, դեռևս դա չի ընդունվել։ Բոլոր հեռուստաընկերությունները իրենց պարտքերը տվել են։ Այո։ Եթե չընդունեն, հնարավոր է այստեղ էլ որոշումը վերանայվի։
Այսինքն եթե շարունակենք ընդուն այդ Դա ես հիմա չեմ կարող ասել։ Իսկ հնարավոր է 7 տարին լրանալուց հետո ընդհանրապես որոշվի, որ պետք չի հանրային մուլտիպլեքսում ռուսական քարոզչամիջոցներ լինել։ Ոչ թե ռուսական, այլ որևէ այլ երկրի ոչ թե քարոզչամիջոց անվանեմ, դուք դա անվանեցիք, այլ որևէ հեռուստաալիք, այո, հնարավոր է իհարկե։ Դա կյանքը ցույց կտա 2027-ի վերջին, երբ ավարտվի համաձայնագիրը, այդ ժամանակ արդեն հստակ կլինի։